Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօր մենք միասին կփորձենք հասկանալ, թե ինչպիսի կանոններ գոյություն ունեն երեխայի հետ խաղը ճիշտ կազմակերպելու հարցում։ Բոլորս էլ անշուշտ գիտենք, որ երեխաների զարգացման հարցում շատ մեծ դեր ու նշանակություն ունի խաղային գործընթացը, կամ բազմաթիվ խաղեր, զարգացնող, դերային եւ այլն։ Այսօր փորձենք հնարավորինս հակիրճ, բայց շեշտը դնելով հիմնական ինֆորմացիայի վրա, միասին քննարկել, թե ինչպիսի կանոններին պետք է հետևենք, որպեսզի երեխայի հետ խաղային գործընթացը լինի օգտակար, հնարավորություն տա երեխային ձերբազատվել բացասական հույզերից, բայց միևնույն ժամանակ լինի նաև զարգացնող։ Եվ այսպես, փորձենք քննարկել մի իրավիճակ։ Երբեմն ծնողներն ասում են, որ խանութներից գնում են ամենաթանկարժեք, ամենագեղեցիկ, գունավոր խաղալիքները, բերում են տուն եւ կարճ ժամանակ անց երեխան կոտրում է այդ խաղալիքը կամ առհասարակ ձանձրանում է եւ այլևս չի ցանկանում խաղալ դրանով։ Եկեք հասկանանք, թե ինչպիսի խաղալիքներ եք նախ դուք գնում եւ ինչու է երեխայի հետաքրքրությունը արագ մարում այդ խաղալիքի նկատմամբ։ Պարտադիր չէ, որ խաղալիքը լինի շատ թանկարժեք, շատ գունավոր, շատ մեծ եւ այլն, որպեսզի երեխան ցանկություն ունենա խաղալ դրանով։ Շատ կարեւոր է, որպեսզի ձեր գնած խաղալիքը լինի երեխայի տարիքին եւ անձնային առանձնահատկություններին համապատասխան։ Եթե օրինակ դուք 3 տարեկան երեխայի համար գնեք ավելի մեծ տարիքի համար նախատեսված խաղեր, բնական է, որ երեխան սկզբում չի կարողանա հասկանալ, թե ինչպես պետք է խաղալ եւ հետո արդեն հետաքրքրությունը կկորցնի կամ առհասարակ կկոտրի այդ խաղալիքը։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի խաղալիքը գնելուց նախ ինքներդ ծանոթանաք խաղալիքին, ծանոթանաք այն գործառույթներին, որը խաղալիս պետք է կատարել եւ տեղեկացված լինելով հանդերձ կարողանաք երեխային բացատրել խաղի կանոնները։ Իսկ որ ամենակարևորն է, դուք ինքներդ խաղաք երեխայի հետ այդ խաղալիքով կամ խաղով։ Պետք չէ երեխայից պահանջել, որպեսզի նա միանգամից կարողանա ճիշտ խաղալ, տոնել հաղթանակներ եւ այլն։ Շատ կարեւոր է խաղը սկսելուց առաջ երեխային բացատրել, որ կարող են լինել նաեւ պարտություններ։ Եվ պարտությունը պատճառ չէ, որ երեխան դադարի խաղալ, այլ հնարավորություն է, որպեսզի երեխան եւս մեկ անգամ փորձի եւ հաջորդ անգամները կարող է հաղթանակ տոնել։ Կարող եք պատրաստել ինքնաշեն խաղեր, որոնք կօգնեն երեխային զարգացնել իմացական գործընթացները եւ այլն։ Մենք մեր հաղորդումների ընթացքում հաճախ ենք անդրադառնում նման խաղերին։ Դուք ինքներդ էլ տանը կարող եք կրկնել, չէ՞ որ խաղերը պատրաստելու համար առանձնապես բարդ կամ թանկարժեք իրեր պետք չեն։ Այն ամեն ինչ անհրաժեշտ է բոլորիս տներում էլ հիմնականում լինում է։ Հաջորդ կարևոր կետը, որին ցանկանում ենք անդրադառնալ խաղերի հետ կապված, ընտանիքի մյուս անդամների ներգրավվածությունն է։ Շատ պարզ միջոցներով դուք կարող եք հետաքրքիր ժամանց ապահովել ընտանիքի բոլոր անդամներին եւ զուգահեռ նաեւ մտերմացնել ձեր հարաբերությունները։ Օրինակ, եթե դուք խաղաք անկեղծ խաղեր, որոնց ընթացքում հատուկ թղթերի վրա գրված հարցեր ուղեք ընտանիքի անդամներին, ձեր ընտանեկան մթնոլորտը ել ավելի կջերմանա։ Բերեմ մի քանի օրինակ։ Կարող եք թղթերի վրա գրել հարցեր, ինչպիսիք են օրինակ ինչն է սիրում ամենից շատ մայրիկի բնավորության մեջ, հայրիկի բնավորության մեջ, ընտանեկան տոներից որն է քեզ ավելի շատ դուր գալիս, որ օրն է քեզ համար հիշարժան, որ դու միշտ հիշում ես եւ ժպիտ է առաջանում քո դեմքին եւ այլն։ Նման հարցերը կօգնեն, որպեսզի դուք վերհանեք ձեր ջերմ հիշողությունները, դրական հույզերը եւ ինչպես արդեն ասացի, ընտանեկան մթնոլորտը ջերմացնեք։ Կարևոր է նաև, որպեսզի խաղերը կազմակերպելուց, եթե խոսքը գնում է ակտիվ խաղերին, կազմակերպեք ավելի վաղ ժամերի, այսինքն քնելուց առաջ պետք չէ, որ երեխաները լինեն ակտիվ վիճակում, ընդհակառակը քնելուց առաջ խորհուրդ կտանք, որպեսզի երեխաների հետ շատ զբոսնեք մաքուր օդին, որպեսզի օդափոխեք սենյակը, եթե զբոսնելու հնարավորություն չկա, լսեք հանգստացնող երաժշտություն, ավելի մեղմ բաներ անեք, օրինակ հեքիաթ պատմեք երեխային, ամբողջ օրվա անցուդարձը քննարկեք եւ այլն։ Նման դեպքում երեխայի քնի ռեժիմն ավելի կանոնավոր կլինի, ավելի հանգիստ կլինի, քան եթե քնելուց մոտ 30 րոպե, 20 րոպե առաջ ակտիվ վազվզի եւ այլն։
Ինչպես արդեն ասացի, բացասաբար կանդրադառնա եւ երեխան ամբողջ գիշերվա ընթացքում կլինի անհանգիստ։ Կարևոր է նաև, որպեսզի խաղը խաղալուց հետո դուք կարողանաք վերլուծել խաղի արդյունքները, բացատրել երեխային, որ եթե այդ պահին զգում է բարկություն, անհանգիստ է, նեղված է, լարված է եւ այլն, այդ ամենը նորմալ է, որովհետեւ մենք բոլորս անկախ մեր տարիքից ժամանակ առ ժամանակ եւ բարկանում ենք, եւ ուրախանում ենք, եւ տխրում ենք ու այդպես շարունակ։ Մեզ օգնության կարող են գալ նույնիսկ պատմությունները մեր մանկության մասին։ Դուք էլ կարող եք երեխաներին պատմել, թե ձեզ համար որքան կարևոր էր, երբ դուք ձեր ընտանիքի անդամների հետ միասին խաղաղ միջավայրում խաղում էիք որևէ հետաքրքիր խաղ։ Կարող եք պատմել ձեր մանկության տարածված խաղալիքների մասին, որոնք եւս մեծամասամբ ինքնաշեն էին։ Խաղալու ընթացքում նաև շատ կարևոր է, որպեսզի երեխաները փորձեն օգնել մեկը մյուսին։ Դա կօգնի, որպեսզի երեխայի ինքնագնահատականը բարձրանա։ Օրինակ, երբ ձեր տուն հյուր են եկել երեխաներ, ձեր երեխան կարող է իր ամենասիրելի խաղալիքը բերել եւ բացատրել հյուր եկած երեխային, թե ինչպես են խաղում դրանով։ Փորձել օգնել, երբ երեխան առաջին անգամ կծանոթանա խաղալիքին, որը կօգնի, որպեսզի ձեր երեխայի մոտ զարգանան շփման հմտությունները եւ բարձրանա ինքնագնահատականը։ Հարգելի հեռուստադիտող, երևի թե դուք կհիշեք, որ ձեր մանկության տարիներին շատ եք խաղացել դերային խաղերը, որոնք մենք նախկինում կոչում էինք տունտունիկ։ Շատ կարևոր է, որպեսզի ձեր երեխաների հետ էլ խաղաք այդ խաղերը, քանի որ դրանք շատ արդյունավետ են եւ կարող են մեծ օգնություն ցուցաբերել վախերի դեպքում։ Օրինակ, երբ ձեր երեխան վախենում է բժիշկներից, մենք նախորդ մեր հաղորդումների ընթացքում արդեն անդրադարձել ենք այդ խնդրին։ Շատ լավ կլինի, որպեսզի դուք բացատրեք բժշկի կարևորությունը, թե որքան կարևոր գործ է նա անում, որքան կյանքեր է փրկում, օգնում է, որպեսզի մարդկանց առողջությունը պահպանվի եւ այլն։ Ու որպեսզի երեխան էլ ավելի մոտիկից ծանոթանա մասնագիտությանը, դուք կարող եք իր համար գնել բժշկական խաղալիք գործիքներ եւ ինքը ստանձնի բժշկի դերը, իսկ դուք էլ հիվանդի։ Երբ երեխան կգտնվի բժշկի կերպարի մեջ, նա աստիճանաբար կհաղթահարի բոլոր այն վախերը, որոնք նախկինում ունեցել է այդ մասնագիտության հետ կապված։ Եվ հաջորդ անգամները, երբ կարիք կլինի դիմելու բժշկի օգնությանը, նա արդեն ավելի հանգիստ եւ առանց լարվածության կգնա։ Կարևոր է նաև, որպեսզի այդ դերային խաղերը կիրառելիս դուք հաջորդաբար փոխվեք դերերով։ Օրինակ, երբ սկզբում երեխան բժշկի դերում է, դուք հիվանդի, կարող եք հաջորդ անգամ արդեն ինքներդ լինել բժիշկը, իսկ երեխան հիվանդը։ Դերային խաղերի հետ կապված բերեմ եւս մեկ օրինակ։ Պատկերացրեք, որ երեխան դրսում ականատես է եղել ճանապարհատրանսպորտային պատահարի։ Ավտովթար է տեղի ունեցել, որը որ երեխայի վրա շատ բացասական ազդեցություն է ունեցել եւ առաջացրել է վախեր։ Ինչպես կարող ենք դերային խաղի միջոցով օգնել, որպեսզի այդ վախերը հաղթահարվեն։ Բնականաբար երեխաները սիրում են խաղալ ավտոմեքենաներով եւ ձեր տանն էլ կլինեն մեքենաներ։ Փորձեք ստեղծել այդ իրավիճակը, որի ընթացքում երկու մեքենա բախվում են իրար եւ երեխային բացատրեք, որ նման դեպքերում օգնության են հասնում մեծ մեքենաները, որոնք վնասված մեքենան կարող են տանել համապատասխան տեղ, որտեղ մեքենան կվերանորոգեն։ Եթե վարորդը կամ ուղևորներն ունեն առողջական խնդիրներ, իրենց միշտ էլ օգնության կհասնեն շտապօգնության աշխատակիցները, որոնք որ շատ արագ կօգնեն, որպեսզի ուղևորի, վարորդի ինքնազգացողությունը լավանա։ Այսպիսով երեխան արդեն կհասկանա, որ կարող են միշտ էլ իր հույսը դնել եւ շտապօգնության աշխատակիցների եւ այն մարդկանց վրա, ովքեր որ միշտ պատրաստ են օգնել։ Նման խաղերի օգնությամբ, ինչպես արդեն ասացինք, դուք կկարողանաք հաղթահարել բազմաթիվ վախեր եւ բացասական ապրումներ, որոնք որ բնականաբար վատ են անդրադառնում երեխայի կյանքի որակի վրա։ Հարգելի հեռուստադիտող, վստահ եմ, որ շատ են եղել դեպքեր, երբ ձեր երեխան որևէ խաղալիք խաղալուց հագեցել է եւ մոռացել է այդ խաղալիքի մասին։ Դուք ինչ-որ միտեղ դարակում տեղավորել եք խաղը եւ մի որոշ ժամանակ անց երեխան հիշել է եւ կրկին վերադարձել է այդ խաղին։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի հնարավորինս համբերատար վերաբերվեք երեխաներին, երբ նրանք այս կամ այն խաղալիքը այլևս չեն ցանկանում տեսնել։ Դուք կարող եք պարզապես մի որոշ ժամանակով այդ խաղերը պահել, իսկ
հետագայում մի քանի ամիս կամ մի քանի շաբաթ անց կրկին վերադառնալ դրանց, որովհետև երեխաների հետաքրքրությունը կարող է նոր թափով զարգանալ եւ նախկինում եթե երեխաները միայն ունեին օրինակ գունային ճանաչողություն եւ կարողանում էին տարբերակել խաղալիքի գույնը, մի որոշ ժամանակ անց նրանք արդեն կարողանում են տարբերակել խաղալիքի չափը, ձևը, ասում են սա ավելի մեծ է, սա ավելի փոքր է եւ այլն։ Դրա համար կարեւոր է, որպեսզի որոշ ժամանակ անց կրկին փորձեք անդրադառնալ այդ խաղալիքներին ու խաղերին։ Հարգելի հեռուստադիտող, խաղալիքների խաղի համատեղ պատրաստումը, դրանց հետ կապված ժամանակի տրամադրումը շատ կարևոր է, որովհետև դա հնարավորություն է տալիս, որպեսզի մեր երեխաները գոնե ինչ-որ ժամանակով կտրվեն խելացի սարքերից, քանի որ բոլորիս համար էլ գաղտնիք չէ, թե որքան ահռելի ժամանակ են իրենք անցկացնում էկրանների առջև, եւ որքան բացասաբար է դա անդրադառնում թե ինքնազգացողության, թե ընդհանուր զարգացման վրա եւ այս խաղերի միջոցով դուք կարող եք մի որոշ ժամանակով երեխաների ժամանցը ավելի հետաքրքիր, բովանդակալից եւ ջերմ դարձնել։ Հարգելի հեռուստադիտող, մեր հաղորդման երկրորդ հատվածում ինձ հյուր է եկել Լուսին, ով կօգնի, որ մենք ձեզ ցուցադրենք խաղի հետաքրքիր տարբերակ, որը կարող եք տան պայմաններում պատրաստել եւ ձեր երեխաների հետ միասին խաղալ։ Ողջույն Լուսի ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Մեր հեռուստադիտողին կհիշեցնես դու քանի տարեկան ես։ 6։ Իսկ ինչով ես սիրում զբաղվել։ Հաճախում ես դպրոց։ Այո։ Որ դասարանում ես սովորում։ Առաջին։ Շատ լավ։ Իսկ դպրոց հաճախելուց բացի ինչով ես սիրում զբաղվել։ Դասեր անելով։ Ապրես։ Շատ լավ։ Իսկ որ առարկան ես ամենաշատը սիրում դպրոց։ Մաթեմատիկան։ Շատ լավ, ապրես։ Լուսի ջան, այսօր քեզ պետք է խնդրեմ, որ մեր հեռուստադիտողին ցույց տանք, թե ինչպես կարելի է պատրաստած խաղը կիրառել, ինչպես կարելի է խաղալ։ Իսկ խաղի պատրաստման համար, հարգելի հեռուստադիտող, մեզ անհրաժեշտ է մկրատ, կանոն, մարկեր, մատիտ եւ ստվարաթղթի կտոր։ Ահա, այսպիսի ստվարաթղթի կտոր։ Ստվարաթղթի կտորից մենք արդեն կտրել ու պատրաստել ենք ձկնիկ։ Ձկնիկի վրա ամրացրել ենք հագուստի համար նախատեսված ամրակներ եւ այդ ամրակների վրա գրել ենք թվեր եւ տառեր։ Եթե ձեր երեխաները տառաճանաչ են կամ նոր են սկսում սովորել տառերը, դուք կարող եք կիրառել դրանք, որպեսզի երեխաներն այդ տառերից ստանան բառեր, կամ կարող եք անել այնպես, որպեսզի թվերի հաջորդականությունը սովորեն եւ այդպես շարունակ։ Այս խաղը կարող եք կիրառել, որպեսզի երեխաները տառաճանաչ դառնան, թվերը սովորեն եւ նաև համադրելու հատկություն ունենան։ Օրինակ, տեսեք, այս հատվածում ես ոչինչ չեմ գրել, բայց եթե ես այստեղ թվերը եւս գրեի ու խնդրեի, որպեսզի երեխան ամեն թվին համապատասխան ամրակ ավելացներ, նա արդեն կսկսեր համադրել։ Զուգահեռ զարգացնում ենք նաև երևակայությունը, քանի որ ընթացքում կարող եք տալ հարցեր։ Ձկները որտեղ են ապրում, ինչ տեսակի ձկներ գիտես եւ այլն։ Հիմա ես ամրակները կհանեմ խաղի վրայից ու ձեզ ցույց կտամ, թե ետևում ինչպես եմ գրել տառերը։ Տառերը գրել եմ ու ինչպես արդեն ասացի, տառերից կարող եք նոր բառեր ստանալ, բայց մենք Լուսիի հետ այսօր թվերի հաջորդականությունը կանենք։ Լուսի ջան, տես, որ այստեղ 1-ից մինչև 8 թվերն են։ Ես հիմա հանում եմ ու խնդրում եմ քեզ, որպեսզի դու թվելով, այսինքն հաշվելով, հերթով ամրակները կպցնես իրար ետևից։ Ահա, այսպես, տես։ Բոլոր թվերը տեղավորեցի այստեղ։ Խնդրեմ։ Առաջինը որ թվից սկսենք։ 1։ Շատ լավ, հիմա կգտնենք 1-ը։ Կուզես ես ձկնիկին պահեմ, որպեսզի քեզ համար ավելի հեշտ լինի։ 1 2 Շատ լավ։ 3 4 5 6 Ապրես։ 7 8 Շատ ապրես։ Իսկ դու որ թիվն ես ամենաշատը սիրում։ 5
Շատ լավ։ Հարգելի հեռուստադիտող, ինչպես արդեն ասացի, այստեղ կան թվեր, բայց եկեք նաև ցույց տամ տարբերակ, թե ինչպես կարող եք տառերը կիրառել։ Ես հիմա կփոխարինեմ թվերը տառերով։ Եվ կստանամ բառ։ Տեսեք, այստեղ ստացվում է ցուկ բառը, եթե մենք տառերը ճիշտ հաջորդականությամբ դասավորենք։ Դուք կարող եք տառերը խառը դնել եւ խնդրել, որպեսզի երեխան այդ խառը դրված տառերից ստանա բառ, բայց կարող եք առաջադրանքն ավելի բարդացնել։ Տեսեք, ես այստեղ գրել եմ եւս մեկ բառ։ Անտառ բառն եմ գրել։ Դուք կարող եք երեխային խնդրել, որ արդեն իսկ ստացվող բառից ստանա նոր բառեր։ Այսինքն, տեսեք, մենք ունենք անտառ բառը, որն իր մեջ պարունակում է նաև տառ բառը։ Այսինքն, բարդացնելով առաջադրանքը դուք կկարողանաք երեխայի իմացական ոլորտն էլ ավելի զարգացնել։ Հարգելի հեռուստադիտող, այժմ ես Լյուսիի հետ միասին կփորձեմ փոքրիկ օրինակով ցույց տալ ձեզ, թե ինչպես կարող եք կիրառել նաև տառային տարբերակը։ Ես կվերցնեմ մի քանի տառեր, բայց դրանք չեմ դնի հաջորդաբար, կդնեմ խառը տարբերակով։ Ու քանի որ մեր Լյուսին սովորում է առաջի դասարանում եւ գրեթե տառաճանաչ է, նա արագ կկարողանա հասկանալ, թե ես որ բառնի նկատի ունեի։ Եվ այսպես սկսեցինք։ Լյուսի ջան, ուշադիր նայիր, միշտ ապիր, տեսնում ես, չէ, առաջին հայացքից այս տառերը անկարգ դասավորություն ունեն, այսինքն ոչ մի բառ չկա։ Ռ ու Ն։ Ինչ ես կարծում, ես որ բառն էի ցանկանում ցույց տալ քեզ։ Նուրը։ Ապրես, թե արի միասին հասկանանք, թե առաջինը որ տառը պետք է դնենք։ Ն։ Շատ լավ, տեղափոխում ենք Ն, հետո Ու։ այո, ունել ենք տեղափոխում։ Ռ։ Ապրես, շատ լավ։ Որ բառը ստացաք։ Նուր։ Եթե ձեր երեխան ավելի մեծ տարիքի է, դուք կարող եք ավելի բարդ բառեր օգտագործել, ավելի երկար բառեր օգտագործել, որը որ էլ ավելի կօգնի, որպեսզի նրա մոտ զարգանան իմացական գործընթացներն, ինչպես արդեն ասացի, եւ հետաքրքիր ժամանց ունենաք։ Լյուսի ջան, քեզ դուր եկավ մեր այսօրվա խաղը։ Այո։ Իսկ դու կփորձես տանը պատրաստել։ Այո։ Շատ լավ։ Իսկ երբ որ պատրաստես, ում հետ կցանկանաս խաղալ խաղը։ Քույզիկներիս։ Շատ ուրախ եմ, որ խաղը հավանեցիր ու հուսով եմ, որ քույրիկներդ եւս կհավանեն մեր խաղը ու այսուհետև դուք տանը կկիրառեք դա։ Իսկ դու քույրիկների հետ ամենաշատը ինչպիսի խաղեր ես սիրում խաղալ։ Օրինակ, սիրում ես ավելի շատ բակային խաղեր խաղալ, գնդակով, ինչ-որ ուրիշ խաղերը, թե ավելի շատ տանը սեղանային խաղեր, միգուցե զարգացնող խաղեր, որոնք են քեզ ավելի շատ դուր գալիս։ Գնդակով։ Շատ լավ։ Շնորհակալ եմ քեզ, որ այսօր օգնեցիր ինձ։ Հուսով եմ մեր այսօրվա պատրաստած խաղը ձեզ համար հետաքրքիր էր եւ դուք տանը եւս ձեր երեխաների հետ կփորձեք պատրաստել ու կիրառել այն առօրյայում։ Ինձ այսօր օգնեց Լյուսին, որպեսզի մեր եթերն ավելի հետաքրքիր դառնա։ Իսկ ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ձեզ անհանգստացնող հարցերը, ձեր մեկնաբանությունները կարող եք գրել YouTube-յան մեր ալիքի ծնողի կողքին հատվածում։ Մենք սիրով կփորձենք օգնել ձեզ։ Ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը։ Կհանդիպենք։